կյանքը ցույց տվեց, որ այդ ինչ որ դուք նկարագրել եք, այդ ամենավատ բանը չի, որ իմ կյանքում եղել է։ Դե իմ կյանքում ավելի վատ բաներ են եղել։ Դա 44-օրյա պատերազմն է։ Դա նոյեմբերի 9-ն է։ Դա սեպտեմբերի 19-ն է։ Դա սեպտեմբերի վերջա 27-28-29-ն է։ Ես սա ասել եմ, երբ որ գրում էին Աշոտյան 42 կամ Շարմազանով 42.5 կամ հակառակ արդը։ Այդ տհաճ էր, այդ սրիկայություն էր։ Իսկ երբ որ 44-օրյա եւ դրանից հետո Գագիկ 19, Ռուբիկ 18, Վլադ 40, այդ դա ողբերգություն է։ Աշոտյան 42-ը ողբերգություն չէր։ Իմ ընտանիքի ողբերգություն էր, երկրինը չէր։ Իսկ այն սև ժապավենները, որ հետո դարձան ողբերգություն, ինձ տեղ չեն թողում բողոքելու։ Ես ինչից բողոքեմ, որ ինձ ստից թաղել են 5000 երեխա իսկականից են թաղել։ 5000 իմ ամենադժվար ստեղծագործություններից մեկը երգ է։ Շուշանն է երգում, այդ գրվել է գոսպիտալում։ Ու ես դա գրելուց հետո իմ բոլոր ընկերներս սկսեցին զանգել, ասում դու նորմալ ես։ Ասածս հետևն է, ես կուզենայի ապրել իմ ամբողջ կյանքը այդ օրվա մեջ, Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա մեջ, մեր տան պատուհանի տակ գոռացող սիկտիրների օրվա մեջ, քան այն Հայաստանում, որը ստեղծվել է բազմաթիվ մարդկանց, ոչ առաջ ստեղծվել էր մարդկանց մահերի շնորհիվ, իսկ հիմա մահերի գնով։ Եթե առաջ Եռաբլուրը հպարտության տեղ էր, ցավում էր, գնում էր, բայց այդ ցավը չգիտեմ, խրոխտ ցավ էր, այդ հառնող ցավ էր։ Այսօրվա ցավը ճզմող է, ոնց որ պլիտեն քո ուսերի վրա դրացան է, դու պլիտի տակ ես։ Այն մյուս միջև 44 օրյա այդ գերեզմանակարերը քո պետության ու քո ազգային հպարտության պատվանդաններն